Դերասանուհի Աիդա Կարապետյանը, ով Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում մարմնավորեց Մերիի կերպարը և շատ կարճ ժամանակում դարձավ ամենասիրված ու ամենաջերմ կերպարներից մեկը, հերթական անգամ հուզեց իր հետևորդներին։ Նա սոցիալական էջերում հրապարակել է գեղեցիկ ու շատ նուրբ ֆոտոշարք իր սիրելիի հետ, կադրերին գիծ գրելով 11-11 մեր ծանոթության օրը։ Այդ փոքրիկ գրությունը դարձավ մեծ զգացմունքների արտահայտություն՝ լի սիրով, ջերմությամբ և ներքին խաղաղությամբ։ Ֆոտոշարքն առանձնանում է իր անկեղծությամբ ու պարզությամբ, այստեղ չկա ցուցադրական շքեղություն, փոխարենը իրական զգացմունքներ են, վստահ հայացքներ և այն ներդաշնակությունը, որը միայն իսկական սիրո դեպքում է նկատվում։ Հետևորդները միաձայն նշում են, որ Աիդան այս կադրերում առանձնապես երջանիկ է երևում, իսկ նրա ժպիտը խոսում է ավելին, քան ցանկացած բառ։ Այս պահին դերասանուհու կյանքում իսկապես առանձնահատուկ ու անմոռանալի շրջան է սկսվել։ Սիրված դերասանուհու սիրելին ամուսնության առաջարկություն է արել Նյու Յորքում, որը շատերի համար համարվում է երազանքների, սիրո և նոր սկիզբների խորհրդանիշ։ Այս կարևոր պահը տեղի է ունեցել ռոմանտիկ մթնոլորտում, մեծ քաղաքի լույսերի, շենքերի ու էներգիայի ներքո, ինչն այս պատմությունը հաղորդում է ֆիլմային շունչ։ Ամուսնության առաջարկությունն ըստ ամենայնի եղել է անակնկալ ու մտածված։ Նյու Յորքը պատահական վայր չէր ընտրված։ Այն մի քաղաք է, որտեղ զգացմունքներն ավելի են ընդգծվում, իսկ պահերը դառնում հիշարժան ամբողջ կյանքի համար։ Հետևորդները սոցիալական ցանցերում նկատել են Աիդայի աչքերում այն հատուկ փայլը, որը լինում է միայն այն ժամանակ, երբ մարդն իրեն երջանիկ է զգում ու ապահով։ Նրա ժպիտը, խաղաղությունը և ներքին հավասարակշռությունը լավագույն ապացույցն են, որ առաջարկությունն ընդունվել է մեծ սիրով։ Այս լուրը հատկապես ջերմորեն են ընդունել «Վերջին զանգը» սերիալի երկրպագուները։ Մերիի կերպարը, որը Աիդան մարմնավորեց սերիալում, շատերի համար դարձավ հավատարմության, նրբության ու մաքրության խորհրդանիշ։ Եվ հենց այդ կերպարի միջոցով հեռուստադիտողները սկսեցին կապվել դերասանուհու հետ ոչ միայն որպես արտիստի, այլ նաև որպես մարդու։ Այդ պատճառով նրա անձնական երջանկության մասին լուրն ընկալվեց գրեթե ընտանեկան ուրախության պես։ Հիշեցնենք, որ սերիալի նկարահանումների ավարտից անմիջապես հետո Աիդա Կարապետյանը մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ընտանիքի և սիրելիի հետ միասին։ Այդ ուղևորությունը սկզբում ընկալվում էր որպես պարզապես հանգիստ և վերականգնում ամիսներ շարունակ տևած ծանր նկարահանումներից հետո, սակայն այժմ պարզ է դառնում, որ այն կյանքի կարևոր շրջադարձի սկիզբն էր։ Նյու Յորքում արված ամուսնության առաջարկությունը կարծես գեղեցիկ եզրափակումն էր մի փուլի և նոր կյանքի էջի բացումը։ Շատերը սոցիալական ցանցերում գրում են, որ Աիդան արժանի է հենց այսպիսի սիրո։ Հանգիստ, վստահ և հասուն նրա սիրելիի քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանց հարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի, աջակցության և խորը զգացմունքների վրա։ Սա այն տեսակ սերն է, որը չի սիրում աղմուկ, բայց ունի մեծ խորություն։ Աիդա Կարապետյանի երկրպագուները վստահ են, որ այս երջանիկ իրադարձությունը դրական ազդեցություն կունենա նաև նրա ստեղծագործական կյանքի վրա։ Երբ դերասանը ներսում խաղաղ է ու երջանիկ, այդ էներգիան անպայման փոխանցվում է էկրանին։ Շատերն արդեն անհամբեր սպասում են նրա վերադարձին նոր նախագծերով, նոր կերպարներով ու ավելի հասուն դերասանական խաղով։ Այս ամուսնության առաջարկությունը Նյու Յորքում դարձավ ոչ միայն գեղեցիկ, սիրային պատմություն, այլ նաև մի պահ, որը կմնա Աիդա Կարապետյանի կյանքի ամենավառ հիշողություններից մեկը, իսկ նրա հետևորդները միայն մեկ բան են մաղթում՝ թող այս այոն դառնա երկար, լուսավոր և սիրով լի կյանքի սկիզբ։ Աիդա Կարապետյանի այս քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա կարողանում է հավասարակշռել մասնագիտական հաջողությունն ու անձնական երջանկությունը։ Նրա հրապարակումները լի են ներքին խաղաղությամբ, իսկ դա միայն ավելացնում է հանդիսատեսի սերը նրա նկատմամբ։ Շատերը վստահ են, որ թե կյանքում, թե էկրանին Աիդան դեռ ունի ասելու շատ ավելին, իսկ Մերիի կերպարը կմնա «Վերջին զանգը» սերիալի ամենաջերմ ու հիշվող էջերից մեկը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դերասանուհին հետևորդների համար բացահայտել էր, որ իր սիրտն արդեն զբաղված է, իսկ ընտրյալը Արամ Խանսանամյանն է։ Նա խոստովանել է, որ չի սիրում խոսել իր ռոմանտիկ հարաբերությունների մասին, սակայն սիրելիի հետ գեղեցիկ լուսանկարը հրապարակելու գայթակղությանը չի դիմացել։ «Չեմ սիրում անձնականը հանրայնացնել, բայց նկարը սիրել եմ, թող մնա էջում», գրել էր Աիդա Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Աիդա Կարապետյանը Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսցույց Գագիկ Կարապետյանի թոռնուհին է։ Ի դեպ, հեռուստադիտողների համար նա հայտնի դարձավ կրկին Դիանա Գրիգորյանի «Սարի աղջիկ» հեռուստասերիալից։ Ըստ երիտասարդ դերասանուհու, հաճելի է տեսնել արած աշխատանքի արդյունքը, երբ ինքդ ես աշխատում, հասկանում ես աշխատանքի արժեքը։ Իհարկե, ծնողներիդ աշխատանքի դեպքում էլ ես հասկանում, բայց քո աշխատանքը լրիվ այլ է։ Ծնողներդ ամբողջ կյանքում քեզ համար են աշխատում։ Լավ զգացում է, երբ թեկուզ փոքրիկ հարցում կարողանում ես նրանց օգնել։ Ինձ շատ են հարցնում, հոգնում եմ, պատասխանում եմ՝ այո, բայց հաճելի հոգնածություն է։ Հիմա կարողանում եմ ինքնուրույն հոգալ ծախսերս, նույնիսկ ուսմանս վարձն եմ վճարում։ Շատ թանկարժեք գնումներ չեմ անում, բայց ամեն չափի մեջ եմ անում, պարտադիր չէ միայն թանկարժեք իրն ինձ դուր գա, նշել է նա։ Այդա նկատել է, որ հիմա կայացման փուլում է։